Հայաստանի թոքեր համարվող Տավուշի խիտ անտառներով ու փառահեղ բարձունքներով անցնող ճանապարհին ենք։ Կրկին ուղևորվում ենք նոյեմբերյանցիների բարձրադիր ամառային ուրթեր։ Սար բարձրանալը հեշտ գործ չէ, ճանապարհը երբեմն քարքարոտ, երբեմն ցեխոտ կամ ձնապատ ոլորվում է դեպի վեր, հատելով սաղարթախիտ անտառներ, կիրճեր, ալպյան մարգագետիններ։ Այս ճանապարհին ամենուր կարկաչախոս աղբյուրներ են, անկրկնելի բույրով օդը հագեցնող ծաղիկ դեղաբույսեր, վայրի ծաղիկներ ու արածող ոչխարների ու կովերի հոտեր, նժույգների երամակներ։ Գարնան վերջին եւ ամռան սկզբին, երբ ձյունը լեռնագագաթներում սկսվում է նահանջել, սարվորներն իրենց ընտանի կենդանիների հետ ցածրադիր կայանատեղիներից սկսում են վեր բարձրանալ դեպի ավելի հով ալպիական արոտավայրեր, երբեմն անցնելով տասնյակ կիլոմետրեր։ Գոմշավար, քարակիտուկ, սրբասար, կարմիր գյուղ սարատեղիներ տանող ճանապարհը շշմեցնող է։ Փոքրիկ հյուղակների ու նրանց մոտ կանգնած անցնող մեքենաներին նայող ամուր կամքի ու արմատներին հավատարիմ մնացող մարդկանց հայացքների ներքո բարձրանում ենք ավելի հեռուներ։ Վերջապես հասնում ենք Բաղանիս գյուղի սարատեղի, Թարսաքամի, որ հնում եղել է գյուղատեղի։ Մեր սարը շատ հին գյուղ է, այս գյուղին քաշվում։ Այս տունը որ կա, այստեղ մեծ ֆերմեքերա կանայք այստեղ ծննդաբերել են։ Շատ շուտ է բան։ Հողարկավորած երեխաներ կային թմբմը, գյուղ չեն տարել։ Մի վաղ այստեղ մնային։ Այ այնտեղ ֆերմեքերերս էր գյուղի պես ապրելիս են մարդիկ։ Մեր այս պապական գյուղ չի կոչվում, բայց պապական է, էլի մեր սարերն էսա, մինքել ես 50 տարի այս սարımն եմ։ Գնամ գալիս Ռուսաստան գնամ, բայց այստեղ շատ լավն է, եկել եմ այստեղ։ Երբ արևը սկսում է հազիվ լույս սփռել սարագագաթներին, իսկ ձորերում դեռ խավար է, սկսվում է սարվորների դժվար օրը, մարդկանց դժվար օրը, ովքեր ապրում ու աշխատում են սարերում, հեռու քաղաքային աղմուկից ու հարմարություններից։ Բայց ոչ բոլորն են հարմարվում սարի դժվար կյանքին, հատկապես ջահելները ձգտում են քաղաքներ, լավագույն դեպքում մնալ գյուղում, բայց սար չբարձրանալ։ Բայց կան նաև այնպիսիները, որ իրենց կյանքի լավագույն ջահել ու աշխույժ տարիներն անցկացրել են այս սարերի լռության մեջ։ Սարվոր Հովիկն ուրախությամբ ներկայացնում է իր ջահել հարևաններին, որոնք տեսախցիկի առջև երևալ չեն ուզում, բայց գովասանքի արժանի են։ Մեր ջահել սարվորը այ են գեղեցկուհին է, որ մեր ջահելն է։ Դե տարիքովը էսկինն է, ես իմ մեհարսը Են ներքևին էլ են ջահել աղջիկը, նելա ջահել, հա, ոչինչ սարվոր ենք էլի ապրում ենք, շատ լավ է, սուապես լավ ապրել ձև չկա, ինձ համար, շատ լավն է, ինչ էլ ապրել ձևը, դե միգուցե ուրիշ մարդ կա, ուրիշ ձև ունե, մեր ձևն է, շատ լավն է, շատ։ Բայց չարչարմունքը շատ չի, շատ է, չէ, սարի, էտ է երևի հետ։ Ընտելացել ենք, ուսուցչի չարչարմունքն էլ է շատ։ Այս երեխա յուրախոսում են երեխա նույնն էլ մենք ենք ինչ սովորել ենք արդեն всё։ Սարում կյանքը չափազանց պարզ է, բայց ոչ հեշտ։ Կովերին լուսամուտին արոտ ճանապարհել, հսկել արոտավայրում, հետո առավոտյան կթի բերել ու կրկին արոտ ուղարկել, կթած կաթը եփել, վերամշակել, պանիր ու յուղ պատրաստել։ Ամեն ինչ այստեղ կախված է եղանակից ու բնությունից։ Հաճախ էլ իրենց փոքրիկ խրճիթներում կամ վրաններում ապրող մարդիկ ստիպված են դիմակայել անսպասելի կարկուտի, փոթորիկի կամ գիշերային ցրտերի։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, այս մարդիկ կրկին ու կրկին վերադառնում են սարեր։ Սարը ոչ միայն աշխատանք է, ապրուստ ստեղծելու միջոց, այլ ապրելու ձև, նախկինների կանչ եւ պարզապես սար չգնալու անկարողություն։ Այստեղ սարերի այս լեռնափեշերին անապական օդի, ալպիական արոտների սառնորակ աղբյուրների այս դրախտում մարդու եւ բնության կապն անբաժան է։ Մարդը բնության, բնությունն էլ իր ստեղծածով։ Ու այսպես հազարավոր տարիներ, էլի պապերն ու ապուպապերը նրանց ապուպապերն են քայլել այս արահետներով, ջուր խմել նույն աղբյուրներից։ Բայց անհիշելի այդ ժամանակներում սարվորների գործն ավելի դժվար է եղել, ասում է Հովիկը։ Այստեղ այս սառնաշուն սարերում մարդիկ նաև հող են վարել, մշակել։ Սա շուտ ժամանակներին, սա ես մեր սարերը վարել սինելիլ, սրանով։ Շատ շուտ վա երևի կլի մի 70-80 տարի ավել, ինչ ես գութանով վարել սինել, եզներով էլի, էլի ընտեղ ժամանակ։
Այ այդտեղ վարել սինալել։ Սա մնացել է գլորվել էր ձորը ես 3 օր հանել եմ ծանրա ձորից հանել եմ բերել էստեղ։ Գութանից էլ կա։ Էն էլ պետք է բերեմ ծանրա էլի։ Սպասեմ մի մեքենա գայնը կբերեմ։ Հիմա միայն այս մասունքներն են հիշեցնում տասնամյակներ առաջ այս սարերում ապրող ու արարող մարդկանց մասին, որոնք երբևէ այս տարածքից դուրս չեն եկել։ Իսկ երբ խորհրդայնացման առաջին տարիներին ստիպել են, որ իրենց երեխաներին անպայման դպրոց ուղարկեն, Հովտի մեծ գյուղ էր նոյեմբերյանի բարձունքից հասած ու կյանքում իրենց բնակավայրից դուրս չեկած երեխաներն ապրել են տեսած լույսերից ու բնակավայրի մեծությունից։ Հա դե այն ժամանակ ինչ լույս կար։ Լույս չկար, լամպի լսի տակ, որ դպրոցական երեխաներին էլ տարնել են, որ դպրոց գնան, նոյեմբերյան աղաշը արդեն իջնելիս, տեսել են լույսեր կա, զարմացել են, այս ինչ լույսեր, հա, այս ինչ շատ ֆերմեք էր, հա, չեն գիտեցել, որ գյուղ է, էլի։ Ու եթե դպրոց գնալն էլ չլիներ, այդ երեխաներն այդպես էլ մնալու էին այստեղ, իրենց պապերի նման, ծնվել են այստեղ, մահկանացուն կնքել այստեղ։ Հովիկը եզակի մարդ է, ուղիղ կեսդար այս սարերում է։ Իր աչքի առաջ սարերում փոխվել է ամեն բան, քիչ թե շատ առաջ են եկել տեխնոլոգիաները, լամպերին փոխարինել են արևային կայանները, փոխվել է անգամ բնությունը։ Հիմա իրենց սարատեղիում պտղատու այնպիսի ծառատեսակներ են աճում, որ նախկինում չէին աճում։ Սա մի կողմից ուրախալի է, սակայն մյուս կողմից մտահոգիչ, ասում է Սարվորը։ Սա թթնին բերել այս տարվանի, վազը կա բռնում արդեն, դամբլքեր կա, խնձոր կա, տանց կա։ Մեր ժամանակ ես ասիմ 25 տարվա առաջվա բան, մի հատ վազը բերինք դրինք, չծլիցել, բողբոտ չարավ։ Հիմա բռնել այս հերվանի բերելինք տնգել, այս տարիալա բռնել, հերվանյալա դաժե բռնել։ Տակացումը լավը, թութնել բերել եմ սայ, թթնին բերել տնգել։ Սարի հնաբնակներից է Մարիետան, 18 տարի սար է գալիս, որից 8-ը առանց պապի։ Որքան էլ դժվար է միայնակ կնոջ համար, կյանքը սարում ամեն դեպքում գալիս է, որդուն օգնելու համար։ Օգնող չունի, աշխատանք չունի, իմ թոշակն է 40 մանետ, էտա։ Երեխեքը էտա մինս որ 5 տարի գնաց կռվի ռեխն ընկավ երեխես, էս մինն էլ արդեն բանակ են տանում։ 2 տղա ունի, մինն էլ աչքս հանեց, 53 տարեկան էր նոր, 4 տարի արդեն։ Նրանից պապից հետո էր էլ ինքը, պապը Տեղավոչյան, ենա ես էի։ Դրանով են ապրում ժողովուրդը, զուտ ես անասնապահությունով։ Մեր անասնապահությունն էլ էտա գիտեք բաղանիսնա, եղվի ղրխմն ենք։ Ընդի փշալ արակապած թողում չեն, բարեցավը տանի։ Նենց էլ ոսկեպարի ղորոխնա, մեր ղորոխնա, մչևանը ղորոխը չպարծնվի, ես անասունու կարաչիկ եղը գնա։ Նոր սահմանի հետ գյուղում անասնապահությամբ զբաղվելը բարդացել է նոր սահման, նոր իրողություն, իսկ ինչ անի խեղճ գյուղացին, հարցնում է Սարվորը։ Են արդեն մեր արոտը բացա լինելու, խոտը հնձելուն, մեր դաշտ ենք անել, 3 անգամ երեխան հետևից գնումա գալի, այդ ծևի։ Պապշալար չկա։ Կա, այնտեղ կա, բայց թե այդ արդեն այդ վայեննին, այլի, նույնը գնացել են ասմասնա, 1,5 միլիոն պետք է ակտը գրենք, պետք է ստետքին չմոդանան։ Ինչ անենք, մեր փայն դժվարանում է, մանավանդ մեր այդ բաղանիսի ներքի մասը, այդ վերևը կարում է ջուջևանի վրա անե, իսկ մենք կարում չենք։ Իր սարի ընկերուհիներից հիմա ոչ մեկ սար չի գալիս, որն արդեն չի կարողանում, որն էլ չկա, մի խոսքով տատի համար մի քիչ տխուր է։ Ընդով շատ որ էին գազի, շատ էին, հիմից տաղ, որը հետ գնացին, որը հետ դարան, մեծացան, էլ կարում չեն։ Այս 2 տարի արդեն 2-ը վավշե մեծացան էլ չկարեցան։ Ես կեսուրս 78 թվից մինչև 95 թիվը մրմաձոր է էլ ինքը։ Երեխեքիս հետ ընդեղ էլ են։ Հետո այդ 95 թվին որ հենց է լավ, նրանից հետո ես սկսեցի։ Սարվորի կյանքին տատը հարմարվել է, միայն թե անտեր գայլերից է վախենում, որ հաճախ գալիս հասնում են բակ ու ամբողջ գիշեր ոռնում։ Մշուշոտ օրերին էլ տատը անասունի հետևից գնալ չի համարձակվում։ Սպասում է, սովորաբար գալիս են։ Վախում եմ դրանից։ Գելերից։ Հա։ Ես ընդհանրապես սա իջ մենակ այդ ամբերներից եմ վախում, չխունենց, որ սուտ չխոսենք անճարի բանջարնա, բայց թե ինչ արած, ստիպված, կարիքն ստիպը մացալոտ տան։
Տեսում եմ նորա որ արևա, կտորում ենք լավ բոտենից հանած, կալոշնից հանած, խմը գնում ենք ու ստարի փարք աստծո։ Հերու 2 ամիս այն բոտենին իմ հակից դուրս չեկավ։ 2 ամիս։ Ռավոդվա 5-ից հակնեի, Ռիգնայինից հանեի։ Այնոր հարցս կալոշա բերել, ասում եմ, մամ լա փորձ է, ըստ չէ որ հանիմ ոտնես ստաղչիլ դի Ռավոդվա 5-ից հակիսա։ Ծավա։ Պարապ ժամանակ սիրում է ուրցի գնալ, չորացնում է, հետո գյուղ տանում ու հարևաններին լավություն անում։ Գյուղ կգնա միայն հոկտեմբերի վերջին, կյանքի հերթական տարին անցկացնելով այս հեռավոր սարերում։ Տանից տեղից կտրվում, մեծ տանջանքով ստեղծում են, որ մի քանի կոպեկ վաստակեն։ Այն էլ մթերողները գալիս 1000 ու մի մահանա են բռնում ու տարեցտարի կատնամթերքը էժանացնում, ասում է տատը։ Պանիրը 2000 էր, դարավ 1800, դարավ 1700, մել դարավ 1600։ Ստիքյան չիմ թանկացրին պետականը, մեր էստե որ քաշած էժանացրին։ Այ էտա։ Ջիլն եկավ դարավ 500 դրամ։ Այնա 500-նա 500 պանիր կանեմ 1600 կտամել։ Սարքեցին որ հարցս ասյալի տար։ Տավուշի այս սարերը լուր պատմում են պատմություններ անհիշելի ժամանակներից եկող։ Յուրաքանչյուր քար, աղբյուր ու ծառ կարծես պահպանում է սերունդների հիշողությունը։ Հովիկը հիշում է այս սարերում նաև չտեսնված ու չլսված հարսանիքներ են եղել։ Երևի 83 թվին, եթե չեմ սխալվում, այդ լարախաղկար եկանք նոյեմբերյանից էդի հարսանիք բեին։ Ամուսնացրին, շատ մեծ դաշտերով լրի փռեցին տելեֆոնները, շատ մեծ հարսանիք արին։ Հիմա այդ տղեն չկա, որ անունը տամ էլի մահացել է, այդպես ան։ Կինն էլ մեր գեղացի է, դե կինը կա։ Շատ մեծ հարսանիք, մոտ մի 500 հոգյանոց։ Այդ սարերի միակ հարսանիքը։ Հա, այս, հա, սարերի, դե իմ տեած միակ հարսանիքն է դեր։ Քիչ չեն նաև դաժան պատմությունները, այստեղ յուրաքանչյուր սար, որ գայլի ու արջի հետ մենամարտերի իր պատմությունն ունի, որոնք բարեբախտաբար լավ վերջաբան են ունեցել։ Ես այն այստեղից չի երևում, այնտեղ նստած էի հորթերի մոտ, հարչն եկավ հորթերի մեկին բռնեց, ես մոտն էի մի 100 մետր, սեպոչը պոկից արջը, կովերը խլեցին ու հորթին խլեցին, բերինք բուժում արինք ընկերոցս հետ լավացավ, հա։ Այս վերջի տարիներին կա։ Հերվանի, հերվանի, հա, հերվանի կա, ես ու մի հարսը գնացինք մորի, մոր շատ կա, ձենա գալիս, ասի կարող է հարևան բինիցնալի, սուսած կացի ես դեննանում նոր մի կաղինք էլի, միք չգիտենք, որ արջն այդ բա մեզ է գալիս, այ մի հարսը, զայ տանը, ասի դու մի քիչ գրախ կաղնի, որ ինձ տենուս բռնից դու փախի գնա, լուրջ իմ ասում, սե մի հատ պետր ձերիս կաղնած նայում եմ, սայ մոչևես ապարատու, ցածից դբա ինձ եկավ, սե պետը գցեցի, ես իրան չեմ տեսել, ուղակի խշխշոց գեր, փախավ հետո, որ գնաց քոտկի գլխով անցկացավ վրովը, տյան գարչա, հետո մորը կաղեցինք հետ եկանք, բայց էլիտ Ասենք ձեզ չեր նկատել գալ։ Չէ, ինքը մեզ չէր նկատել, ինք ուղակի մոր ուտելով առաջ գեր, մենք էլ էդի առաջն ենք։ Այդ վերջի մորի գնալն էր։ Չէ, հա, տիկն չի գալի, բայց ես գնում եմ, չէ, ընկերից վիրիմ ունում Արմենին գնամ։ Գնում ենք։ Չավոր վախեց։ Չէ, դե մոր շատ կախի բրախից բնության բարեկա, արջին էլ ըլիմ ես էլ ըլի։ Հանդի բերքը 80-ական թվականներին ես էստեղ եմ ելել, մի քանի կնոջի հետ գնենք մոր քաղող, ամեկыз եթե մի բան կա քաղենք, կես կիլանոց, հրաշք բան էր, իսկ հիմա 15 րոպեմը մի սլուդի վեդրո 5 լիտրանոց քաղում եք գալիս, լեցրվիլ է մորի, հանդի մորի, ինչ ուզում է սանտարալիք, բնությունը փոխվել է, Հովիկն այս կողմերում ժամանակակից սարվոր է համարվում։ Արևային պանելներ ունի, այսինքն մշտական լույս, իսկ բջջային հեռախոսակապ ունենալու համար էլ խելք է բանեցրել։ Ուրթի տարածքում պտտվել է այնքան, մինչև որ մեն մի հատիկ տեղում կարողացել է հեռախոսակապի ազդանշաններ որսալ։ Մենք եկանք, իմ աղբեր Ռուսաստանից եկել էր, մեր ընկերոջ ջրի կալանք եկանք այստեղ մեզ համար դագասարքող, պտտվեցինք հեռախոսը ձեռնուց, տեսանք այստեղ կապատալի։ Մենք սարքեցինք մի պարկած տեղնել խոսում ենք գյուղ։
Մենակ մեր տանիցը մինել է տանից մի քիչ բացրում մի տեղ կա այդտեղից։ Սարվոր Հովիկի երազանքն է, որ իրենից հետո այս կացարանը դատարկ չմնա, թոռները շարունակեն իր գործը, սարերը նորից ապրեն։ Իսկ երբ տեսնում է սար սիրող մատաղ սերնդի ներկայացուցիչներ, ուրախանում, աշխարհով մեկ է լինում։ Հետո գալիս է նաև հյուրասիրության պահը, հյուրընկալ սարվորներն իրենց արդար քրտինքով պատրաստած սարի համեղություններով սեղան են բացում ու հրավիրում իրենց մոտ նաև Վարդավառին, սարվորների ամենասիրելի տոնին։ Այսօր, երբ քաղաքներում կյանքն արագացել է, սարերում ժամանակը կանգ է առնում։ Եվ հենց այդ կանգնած ժամանակի մեջ էլ կարելի է գտնել մարդու և բնության ներդաշնակությունը։ Սարի մարդիկ, համառ ու համեստ, մեզ հիշեցնում են, որ արմատների հետ կապը երբեք չպետք է կտրել։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Թարսաքամից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։